Խորհրդահայ լուսանկարչության պատմության մեջ բեկումնային եղավ 1947 թվականը, երբ Եգիպտոսից հայրենադարձվեց Անդրանիկ Քոչարը։ Ցեղասպանություն վերապրածների զավակը, ով իր հմտությունները կոփել էր Ալեքսանդրիայի կինոստուդիաներում և արվեստանոցներում, Երևան բերեց միանգամայն նոր տեսողական մշակույթ։ Այն տարիներին, երբ լուսանկարչությունը դիտվում էր որպես քարոզչության կամ փաստագրման չոր գործիք, Քոչարը ներխուժեց գեղագիտական նորարարությամբ։ Նա ապացուցեց, որ տեսախցիկը ոչ թե մեխանիկական արձանագրող է, այլ ստեղծագործական վրձին։ 1948-ին նրա առաջին անհատական ցուցահանդեսը ցնցեց հանրությանը։ Անսպասելի դիտանկյունները, կտրուկ կադրավորումն ու լույսի ու ստվերի նուրբ խաղը սովորական իրերին հաղորդում էին խորհրդավոր վեհություն։ Քոչարի արվեստի առանցքում ազգային ինքնության որոնումն էր։ Նա ստեղծեց մի յուրօրինակ կամուրջ մոդեռնիստական հնարքների և հայկական դասական տեսողական լեզվի միջև։ Նրա լուսանկարները, լինեին դրանք կինոնկարահանման հրապարակի դինամիկ դրվագներ, թե գյուղական կենցաղի խաղաղ պատկերներ, ներթափանցված էին ժամանակի շնչով և խորին հուզականությամբ։ Նրա գործունեության գագաթնակետը դարձավ հայ մտավորականության դիմանկարների շարքը։ Քոչարը սովորական լուսանկարը վերածում էր իկոնիկ պատկերի, յուրաքանչյուր դեմքի մեջ տեսնելով ազգային մշակույթի անխզելի շղթայի մի օղակ։ Նրա շնորհիվ Սարոյանի, Սևակի, Մամուլյանի և մյուս մեծերի կերպարները դարձան մեր ինքնության տեսողական խորհրդանիշները։ Որպես Երևան լուսանկարչական ակումբի հիմնադիր և ղեկավար, նա կրթեց սերունդներ, սահմանելով լուսանկարչական արվեստի բարձրագույն նշաձողը։ Անդրանիկ Քոչարի ժառանգությունը ոչ միայն արձանագրված պատմություն է, այլև էլեգիա, նվիրված բնության, մարդու և ստեղծագործող հանճարի գեղեցկությանը։